Իմ երբևէ ամենալավագույն մագլցությունները եղել են գործընկերներիս հետ։ Դա ամուր հավասարակշռվածություն էր։ Այստեղ եւ միշտ ասում եմ, այն ամենը, ինչ ինձ հետաքրքրում է, դա մեծ ժառանգիցն է։ Սա այն ճամփորդություններից է, որի մասին երբեք չէի երազում։ Որած հեռու տեղերից է եւ ես միշտ կարծում էի շանս չկա այնտեղ գնալու։ Ուզել եմ գնալ Անտարկտիկա։ Հոլվիտանան այս լեռնաշղթայի գլուխգործոցն է։ Հողերի պայթյուն ժայռի վրա։ Չկա դրա նման մի ժայռագիծ ամբողջ մոլորակի վրա։ Մենք գիտեինք, որ այդ գիծը փորձվել է մի քանի անգամ եւ մասնակիցները ձախողվել են։ Մի օր ես կուզեի գնալ այնտեղ։ Մենք գնում ենք։ Այստեղ ենք գնում, ուր նախկինում ոչ ոք չի եղել։ Մենք հեռվում այնտեղ ենք եւ ինքներս ենք մեր գլխի տերը։ Այնքան ցուրտ է, -40 աստիճան։ Այնքան դժվար է առնչվել այդ բախերին։ Եվ հաջորդ տարի ես անելու եմ։ Asgard Project-ի եւ Altanai պրոդյուսերները նայեք դրան, վայքու գալիս է երրորդ եւ ավարտական էպոսը 2000 մետր երկարություն 6000 կիլոմետր հեռու միլիոնավոր մղոններ ուղղահայաց բարձունք դա ահավոր էր Leo Holding-ը սարը գիշեր է Jason Pickles-ը շատ կամոտ է Sean Leary Այնքան ահեղ է, որ արդեն քարացել եմ Անտարկտիկ, շատ մոտ է նրան, ինչպես կլիներ արմորակի վրա, եթե կարող եմ երևակայական գտնվել Մեծ սարսափելի լեռան վրա, պետք չէր արվել նախկինում Սա նրանց պատմությունն է Դե Հոլվիտանա, դուր մեզ մի շանս Ինչպիսի առաջադրանք ընկերս, ինչպիսի արկածային ճամփորդություն Վերջին մեծ վերելքը